Այս խիչի զոհվել։ Այս տղան խիչի զոհվել։ Պարոն Ստեփանյանը Սա չզոհվածն է։ երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր Նկատել եք սաղի ձայները նմանվել է իրար, այսպես ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից են վերել չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձերը դիչսրա։ Արա լսի այդ տղեն դու ես այդ տղարը, հանգստացուց դավայ ստուց։ Գերի։ Դուրս կելես կասեմ կես իշկլի, Արմենակ Դանիելյան։ Ու եսա շարունակվում է նաև այս խայտարակ կուրաժիտ է լինում։ Դավաճանի կուրաժիտը։ Չզոհված դավաճանի կուրաժիտը։ ու այստեղ շիշը շփոթում անա կպական Մենք այս խայտարակությունն էլի, այս աբսուրդը է։ Այս տեսքրուկի հետևանքով Ալաքանա անդամ Սարգիս Տերեսյանը ամբողջությամբ դեմքի վնասվածքներ է ստացել, խայտարակ կապել, բարի իմաստով, ինչպես ինքն է բնորոշել գորեններ շակաների նման Գորշ գայլերն են, կուրաժիտ գորշ գայլուկներն են, գայլերը չէ, գայլուկները, բայց գիտեք, այս ծեծկրտուկը դե պարզ է, ասենք սրանց հարիր բան է, նախ շատ քննարկելու բան չկա, իրանք ի վերջո դավաճան են, որոնք Արցախն են հանձնել, որոնք իմ ընկերներին խաբելով տարել են, սպանել են, ասելով թե հայրենիքն են պաշտպանում, բայց փաստացի տարել էին, սպանել են, որ այսօր ասեն Արցախը իրանցը չի, ասենք այս տիպի մարդկանց ամեն ինչ է հասնում ասել, երկրորդ նորից չբռնենք, բացենք այն պատմությունները, որ սրանց ամբողջ դուրս եկածները սուտ է, արդեն Ավետիք Չալաբյանի պատմությամբ ասացինք, էլի, որ մարդուն զրկել էին ազատությունից, կամ հիշում եք, ասենք Բագրատ Սրբազանին, ազգային ժողովի պատգամավոր Արցախի Դավիթ Գալստյանին, Տիգրաններ Գալստյան, Արթուրներ Սարգսյան, ում անունը մոռանամ ինձ կներեք, որովհետև իսկապես սրանց արածները ուղղակի հատորներ են մարդկանց անունների, բայց ամեն դեպքում սենց մի հատ բոմբ էին արել, տենց ահաբեկչություն, սենց սաղ են ռուբիկ կուբիկներով եւ մնացածով սենց անընդհատ տարածում էին ահաբեկչություն եւ փաստորեն հիմա ինչ է ստացվում։ Դե պարզ էր, չէ՞ որ ամբողջը սուտ էր, բայց փաստորեն հիմա, այսինքն ահաբեկիչը ազատ է, հա, ու գնում է եկեղեցի, դե հիմա նույն, գիտեք, մենք բոլորս մեծանում ենք այն մտքով, որ Թուրքիայի քաղաքական թուրքերի պետք չէ հավատալ։ Հիմա նույն բանը պետք է ստեղ ասենք, էլի, այս մարդիկ քաղաքական թուրք են, ինչքան հավատակ, այնքան ձեր անվտանգությանը վնաս է, չնայած ում եմ ասում, հայելի դիտողները բոլորը այս ամեն ինչը գիտեն, բայց եկեք քննարկենք, թե ինչի համար է ծեծկրտուկը եղավ, հա, նայեք, սպասեք, չէ, պետք չի, չէ, պետք չի, սրանք չզոհված մարդիկ են, որոնք իմ ընկերներին չեմ ուզում սրանք իմ հետևը լինեն, ինչ եք սրանց դնում իմ հետևը, ես չեմ ասում լաց եւ որ Դե մենք էլ կուրաժիտ եմ, Տիկոն Ավինյան, ես չգիտեմ սրան։ Դիմադի ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այս sense պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշառք բաժանողներին Բոլորինը ու այո պարոն Թորոսյան այդ կոնկրետ ընտրակաշառք բաժանողներինը, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես ձեզ խոստանում եմ, այս ձեր աչքի առը։ Դե գնալով նմանվում են ադրբեջանցիներին, որովհետև ադրբեջանցիներն էին, որ մեր կանանց խոշտանգում էին, գլխատում էին տղամարդկանց, ինչպես գիտեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլ վերջերս վճիռ կայացվեց, որ Ադրբեջանը պետքա 100,000-ի հասնող եվրոյի փոխհատուցում տա 2016 թվականի ապրիլյանին, սրանք էլ հիշում եք 2016 թվականի ապրիլյանին մայիսին տես գնացել էին, հերոս էին ձևանում եւ փաստորեն գնալով նմանվում են, այսինքն այդ կաշի քերթելու այդ մոլուցքը, այդ ֆետիշը, հա, այդ կարող արդեն հասնեն հանիբալիզմի եւ այլն, բայց ինչի է այս ամեն ինչը նրանից է, որ մեկ
պատասխանատվության դեռևս չեն արժանացել, ինչպես օրինակ Թուրքիան ցեղասպանության համար պատասխանատվության չարժանացավ եւ իրականացնում է կրկին ցեղասպանություն։ Երկրորդ, ինչքան իրենք ապօրինությունները շատանում է, այնքան իրենց մարդկային որակները թուլանում է, հասկանում եք, նայեք, պատկերացրեք, ունենք բարոյական մարդ, հա, բարոյական մարդու համար, ասենք, խաբելը տաբու է, բայց հանկարծ մի օր նա խաբում է, խաբեց անցավ այդ գիծը եւ պետք է ինքը իրեն արդարացնի, ասի դե ոչինչ, հիմա որ խաբել ես պետք է կյանքը շարունակել ու ինքը արդեն դառնում է այդ սուտասանը։ Հաջորդը, ասենք, չգիտեմ, խարդախությունն է, ինչ որ մեկին, չգիտեմ, գցելը, փող գցելը եւ այլն։ Իր համար դա է մնում տաբու, բայց գալիս է կյանքում իրավիճակ, որ էդ էլ է անցնում։ Ու տենց գնալով այդ տաբուները մարդու բարոյականությունը պահպանող ինքը տենց անցնելով որ գնում է, հետո սկսում է ինքը իրան հիմնավորել, բայց արդյունքում գնալով ավելի վայրենի է դառնում, այս պարագայում եվրովայրենի։ Ու այդ պարագայում ինչքան ինքը կարմիր գիծը անցնում, այնքան վայրենի է դառնում, այնքան իր լեքսիկոնն էլ է այսպես դառնում։ Ի վերջո, եթե նայենք ֆաշիստական Գերմանիային, հա, ի սկզբանե հենց ի սկզբանե չէին հрьяաների հետ տենց վարվում։ Կամած այդ կարմիր գծերը անցան ու բերեցին այդ իրավիճակին, որտեղ արդեն իրենց արդարացնում էին, որ ամեն ինչ ճիշտ են անում։ Հիմա նույնը այս տղաների եւ աղջիկների հետ է, այս ռասիստների։ Եվ շատ հետաքրքիր կլինի իհարկե տեսնել Ավինյանին sense նստած կաշի քերթելուց, հա, sense դանակով կամ այն շվեյցարական, որ Եվրոպային մոտ լինեն, հա, այն շվեյցարական դանակներով sense նստած, ասենք, ավականու կաշի է քերթում, երբ որ չմոռանանք Ավինյանն էլ է ընտրագողությամբ հայտնվել Երևանի քաղաքապետի պաշտոնին, չէ՞ որ հիշում եք ընտրությունների ժամանակ, հիմա բան ֆոլկլոր է դարել, աննասնագողություն են ասում, աննասնագողությամբ է զբաղվում։ Եվ այդ պատճառով, որ Ավինյանը ոդկա պնդացրեց Երևանի քաղաքապետարանում եւ ԿՊ-ն ստացավ Երևանը, զավթեց Երևանը, տեղի ունեցավ 2023 թվականի Արցախի հայաթափումը։ Անմիջապես դրանից 1-2 օր անց դա տեղի ունեցավ։ Այսինքն Ադրբեջանը սպասում էր, որ Երևանում զավթի քաղաքացիական պայմանագիրի իշխանությունը, որպեսզի այդ ցեղասպանությունը